Բարև ձեզ։ Փաստինֆո եթերում շարունակում ենք հետևել միջազգային իրադրությանը։ Մինչ Հայաստանում զբաղված են խորհրդարանական ընտրություններով եւ հետընտրական գործընթացներով, Ադրբեջանը, Թուրքիան եւ Վրաստանը Ստամբուլում ստորագրում են տարածաշրջանային համագործակցության նոր պայմանագիր, որը արդեն շտապեցին հռչակել Ստամբուլյան հռչակագիր։ Ինչ է ասվում այդ հռչակագրում։ Անդրադարձ է կատարվում տարածաշրջանային համագործակցության կարևորությանը, արևելք-արևմուտք միջին միջանցքին, Բաքու ախալքալակ կարճ երկաթգծի շահագործման կարևորությանը եւ ընդլայնմանը։ Բացի այդ, անդրադարձ է կատարվում Վրաստանի տարածքային ամբողջականությանը եւ նշում, որ կողմերը պահանջում են, որպեսզի Վրաստանի տարածքային ամբողջականությունը պահպանվի, բայց զարմանալիորեն ոչ մի բառ չկա Հայաստանի մասին։ Ոչ մի բառ չկա այն մասին, որ այդ միջին միջանցք ասվածը այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի մի մասն է, որ այդ միջին միջանցք ասվածը նաև ներկայումս ներկայացում է իբրև թրիփ։ Բացի այդ, Բաքու ախալքալակ կարճ երկաթգծի մասին խոսելիս չի հիշատակվում այն մասին, որ Հայաստանը եւս պետք է միանա այդ երկաթգծին, համենայն դեպս այդպես էին հայտարարել Հայաստանի իշխանությունները, մասնավորապես էկոնոմիկայի նախարարը։ Ստացվում է, որ կամ Հայաստանը չի միանում այդ պրոյեկտներին, կամ Հայաստանի դերը այնքան փոքր է, որ արժան չեն համարել Հայաստանի մասին եւս հիշատակել, բայց Հայաստանի փոխարեն հիշատակում են Ղազախստանի մասին, նշելով, որ Ղազախստանի միանալը այս գործընթացներին եւ նախագծերին չափազանց կարեւոր է։ Այնպիսի տպավորություն է ստեղծում, որ Հարավային Կովկասում Հայաստանը չկա, որ Հարավային Կովկասը միայն երկու պետություններ են ներկայացում՝ Վրաստանը եւ Ադրբեջանը, Թուրքիան եւ Ղազախստանը։ Սպասենք տեսնենք, թե ինչ նոր գործընթացներ են տեղի ունենալու, բայց մի բան ակնհայտ է. Բաքու ախալքալակ կարճ երկաթգծին միանալու հետ կապված Հայաստանի հայտարարությունները կամ ժամանակից շուտ են արվել, կամ հաշվի չեն առնվել այն դժվարությունները եւ խնդիրները, որոնք ստեղծվելու են Հայաստանի համար այդ գործընթացին միանալու հետ կապված։ Սպասենք տեսնենք իրադարձությունների զարգացմանը։ Մյուս թեման, որին ցանկանում եմ անդրադառնալ, Իրանն է։ Իրանի պաշտոնական շրջանակները հայտարարություն են տարածում առ այն, որ Իրանը ընդունել է նոր պաշտպանական դոկտրինա, որը ըստ էության ամբողջությամբ փոխում է տարածաշրջանում անվտանգային ճարտարապետությունը։ Բաբ-էլ-Մանդեբի նեղուցից մինչև Պարսից ծոց համարվում է մեկ ընդհանուր տարածք եւ շուրջ 175 կիլոմետր այդ տարածքը համարվում է անվտանգության գոտի։ Այսինքն եւ Բաբ-էլ-Մանդեբի նեղուցով եւ Օրմուզի նեղուցով անցումը առանց Իրանի համաձայնության չի կարող իրականացվել։ Բացի այդ, համաձայն այդ նոր դոկտրինի, դիմադրության շարժման ցանկացած անդամի դեմ ոտնձգություն որակվում է որպես Իրանի դեմ ոտնձգություն, դրանից բխող հետևանքներով։ Սա նոր խոսք է տարածաշրջանում, եւ Իրանը դիմադրության շարժումը ավելի է ամրապնդում եւ դիմադրության առանցքը դարձնում է բավականին լուրջ պատնեշ Միացյալ Նահանգների եւ Իսրայելի դեմ։ Իսկ ծոցի պետությունները ստիպված են լինելու ընդունել իրողությունը, կամ գնում են Իրանի հետ հարաբերությունների կարգավորման եւ օգտվում եւ Օրմուզի նեղուցից եւ Բաբ-էլ-Մանդեբի նեղուցից, կամ ստիպված են լինում այլ ճանապարհներ փնտրել իրենց տնտեսական ակտիվությունը ապահովելու համար։ Եվ երրորդ թեման, որին ցանկանում եմ անդրադառնալ, Ուկրաինան է։ Լեհաստանի կառավարությունը հայտարարություն է տարածում առ այն, որ իրենք պահանջում են, որպեսզի բանակցությունների սեղանի շուրջ տեղ հատկացվի նաև Լեհաստանին։ Լեհաստանի վարչապետը բողոքում է այսպես կոչված E3 պրոյեկտից, որի մեջ մտնում են Գերմանիան, Ֆրանսիան եւ Մեծ Բրիտանիան, եւ հարց է բարձրացնում, թե ինչու նրանք պետք է որոշեն միանձնյա Ուկրաինայի ճակատագիրը, իսկ ուր է Լեհաստանը։ Ըստ էության Լեհաստանի վարչապետին կարելի է հասկանալ։ Լեհաստանում է գտնվում ամենամեծ հաբը Ջեշուվ օդանավակայանը, որով իրականացվում է Ուկրաինան անհրաժեշտ օգնության տրամադրումը։ Բացի այդ, Լեհաստանը սահմանակից է եւ մեծ ռիսկեր է պարունակում պատերազմական գոտում սահմանակից լինելը։ Ռումինիան դրա վառ օրինակն է, մերձբալթյան երկրները դրա վառ օրինակն են։ Հետևաբար, Լեհաստանի բարձրացած հարցը ըստ էության օրինաչափ է։ Լեհաստանը լինելով նաև տարածքով ամենամեծը Եվրոպայում եւ ունենալով ամենամեծ զինված ուժերը Եվրոպայում, հասկանալի պատճառներով այս հարցը բարձրացնելու է։ Բացի այդ, Լեհաստանի կառավարությունը շատ լավ հասկանում է, որ ինչպես ցանկացած պատերազմ, այնպես էլ Ուկրաինայի պատերազմը մի օր ավարտվելու է եւ Լեհաստանը պետք է կարողանա իր բաժինը ստանալ այդ ամենից։ Իհարկե չենք խոսում նաև արևմտյան Ուկրաինայի այն տարածքների մասին, որոնք պատմականորեն Լեհաստանը համարում է իրենը։ Կարծում ենք Լեհաստանի վարչապետի բարձրացած հարցը նաև սրան է վերաբերվում։ Այնպես որ սպասենք տեսնենք, թե իրադարձություններն այստեղ եւս ինչպես են զարգանալու։
Այս թեմաներն են, որոնց այսօր ես ցանկացա անդրադառնալ, դուք շարունակեք բաժանորդագրվել մեր YouTube ալիքին, ինչպես նաև շնորհակալ ենք այն նվիրատվությունների համար, որ արվում է ձեր կողմից մեր ալիքի աշխատանքն անխափան ապահովելու նպատակով։ Այսօր այսքանն է, շնորհակալություն, կհանդիպենք հաջորդ անգամ։